Բարև ձեզ, բարեգալույս նյուզ եմ, այժմ տեսակապով կզրուցեմ ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանի հետ։ Բարի երեկո, շնորհակալություն, որ ժամանակ գտաք զրուցելու համար։ Բարի երեկո եւ շնորհակալություն հրավերի համար։ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը անդադ խոսում էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, եւ եթե սկզբում Հայաստանի վարչապետը ասում էր, որ կապ չունի ինչ կխոսեն եւ ինչ կհայտարարեն Ադրբեջանից, կարևորն այն է, թե ինչ է ստորագրվել, իսկ ստորագրված փաստաթղթի Հայաստանի ինքնիշխանությունը պետք է հարգվի, ոչ մի միջանց չլինի։ Ապա ՄԱԿ-ում ունեցած ելույթում ստիպված եղավ Փաշինյանը հակադարձել Ալիևին եւ զարմանք արտահայտել, թե ինչու է նա խաղաղությունը կասկածի տակ դնող հայտարարություններ անում եւ նորից այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին խոսում։ Ինչ փուլում ենք, ինչ է կատարվում Ադրբեջանը, միջանցքի պահանջից կարծես չի հրաժարվում։ Տեսեք, մենք ինձ թվում է մոտավորապես նույն փուլում ենք, ինչ փուլում ենք 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակոմ հայտարարությունից հետո։ Եթե հիշենք 2021 եւ 2022 թվականները, ապա այն ժամանակ էլ մենք տեսնում էինք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարում էր Զանգեզուրի միջանցքի մասին, նույնիսկ սպառնում էր այն ուժով բացել, իսկ Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ տեսեք, նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ եւ նաեւ 2021-ի հունվարի 10-ի հայտարարության մեջ, որը ամբողջությամբ նվիրված էր հենց այդ թեմային, Հայաստանի վարչապետը ասում էր այնտեղ Զանգեզուր միջանցք արտահայտություն չկա, հետեւաբար միջանցքի մասին խոսակցությունները անիմաստ են, Հայաստանը երբեք չի համաձայնվել միջանցքի եւ այլն եւ այլն։ Այս առումով կարծես թե միայն այսպես ասենք միջնորդն է փոխվել, եթե 2020-21 թվականի հայտարարությունները կնքվել էին Ռուսաստանի միջնորդությամբ, ապա 2025 թվականի օգոստոսի 8-ի հռչակագիրը ստորագրվեց Միացյալ Նահանգների միջնորդությամբ, ընդ որում տեսեք, եթե եռակոմ հայտարարության տակ կա Ռուսաստանի նախագահի ստորագրությունը որպես կողմ, ապա Միացյալ Նահանգների նախագահը ստորագրել է զուտ որպես վկա։ Հետևաբար նույնիսկ այս առումով կարող ենք ասել ամերիկյան ներգրավվածությունը ինչ որ առումով ավելի ցածր է, սակայն նույն իրավիճակն է, այսինքն Ադրբեջանը եւ Հայաստանը տարբեր կերպ են մեկնաբանում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի էությունը։ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Վաշինգտոնում Հայաստանը փաստացի համաձայնվել է հանձնել Զանգեզուրի միջանցքը, իսկ Հայաստանը հայտարարում է, որ Վաշինգտոնում փաստացի Ադրբեջանը հրաժարվել է Զանգեզուրի միջանցքից։ Հիմա հարց կարող է առաջանալ, ինչ է նշանակում այս ամենը եւ դեպի ուր են գնում։ Տեսեք, երկու տարբերակ կա կամ երկու հնարավորություն։ Հնարավորություն համար 1 Միացյալ Նահանգները որպես միջնորդ եւ որպես նաեւ վկա հանդինս Միացյալ Նահանգների նախագահի, որը ստորագրել է այս համաձայնագիրը, իրենք երկու կողմերին հրապարակային կամ ոչ հրապարակային մեսեջներ են ուղղում եւ ասում են, գիտեք ինչ կա, Վաշինգտոնյան հռչակագիրը եւ դրան կից ստորագրված այդ համագործակցության հուշագրերը եւ այլն ենթադրում են, որ TRIP-ը պետք է աշխատի այսպիսի տեխնիկական դետալներով, հետեւաբար երկուսը էլ պարտավոր եք համաձայնվել սրան։ Սա տարբերակ համար 1։ Տարբերակ համար 2 Հայաստանը եւ Ադրբեջանը շարունակում են իրար հակասող հայտարարություններ անել եւ այստեղ կամ Վաշինգտոնյան հայտարարությունի վերջո ունենում են նույն ճակատագիրը, ինչ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եւ 2021 թվականի հունվարի 10-ի հայտարարությունները, այսինքն ոչինչ տեղի չունենում եւ դրա մասին որոշ ժամանակ անց բոլորը մոռանում են, ինչպես հիմա գրեթե բոլորը մոռացել են 2020-21 թվականի հայտարարությունների մասին։ Կամ Հայաստանը եւ Ադրբեջանը փորձում են ինչ-ինչ պայմանավորվածությունների գալ, նույն ամերիկացիների օգնությամբ, որը, ինչպես ասում են, երկու կողմերն էլ թույլ կտա սեփական հասարակություններին այդ պայմանավորվածությունները ներկայացնեն որպես հաղթանակ։ Այսինքն այնպիսի մի իրավիճակ, երբ Ալիևը կասի, որ տեսեք, բացվեց Զանգեզուրի միջանցքը, իսկ Հայաստանի վարչապետը կասի, տեսեք, որ բացվեց խաղաղության խաչմերուկը։ Հիմա արդյոք հնարավոր է այնպիսի պայմանավորվածություն, հասկանալի է, որ վերջնական պայմանավորվածությունները գաղտնի մնալ չեն կարող։ Վերջին հաշվով, եթե այդ երկաթուղին կառուցվի, ասենք 2.5-3 տարի անց եւ 2028 թվականից սկսի աշխատել, ի վերջո պարզ կդառնա ինչ տեխնիկական ընթացակարգերով են ադրբեջանական գնացքները կամ մեքենաները, ադրբեջանի քաղաքացիները անցնում այդ միջանցքով, հետեւաբար այստեղ արդեն չես կարող ամեն ինչ գաղտնի պահել։ Ի վերջո, եթե ճանապարհը երկաթգիծը գործում է, ապա պայմանավորվածությունները պարզ կդառնան։ Հիմա արդյոք կա հնարավորություն, որպեսզի ձեռք բերել այնպիսի պայմանավորվածություններ, որոնք նույնիսկ պարզ դառնալուց հետո, ենթադրենք 2028 թվականի վերջին, եթե երկաթգիծը եւ ճանապարհը կամ երկաթգիծն ու կամ ճանապարհը գործում են, ունենալ մի իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահը կասի, տեսեք, նայեք, ճանապարհը գործում է եւ սա իրոք Զանգեզուրի միջանցք է, իսկ Հայաստանի վարչապետը ասի, տեսեք, ճանապարհը գործում է եւ սա խաղաղության խաչմերուկ է կամ առնվազն գոնե Զանգեզուրի միջանցք չէ։ Այստեղ արդեն
միանշանակ շատ բարդ է գնահատել, սակայն չեմ բացառում, որ գուցե կլինեն ինչ-որ հնարավորություններ, այսպես ասենք, երկու կողմերին էլ հարաբերականորեն բավարարող տարբերակ գտնելու։ Բայց նորից եմ ասում, այս բանի երկու տարբերակ կա։ Կամ ամերիկացիները իրենց սեփական մեկնաբանությունն են առաջ քաշում կնքված փաստաթղթերի, եւ այս կամ այն տարբերակով համոզում կամ հարկադրում են Հայաստանի եւ Ադրբեջանին ընդունել իրենց սեփական մեկնաբանությունը, կամ այս փաստաթղթերը մնում են թղթի վրա եւ ոչինչ տեղի չի ունենում, եւ ասենք 2029-ի հունվարին, երբ արդեն պարոն Տրամպը սպիտակ տանը չէ, մենք ունենում ենք մոտավորապես նույն իրավիճակը, ինչ 2024 թվականին, 2025-ի սկզբին, չկա ճանապարհ, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ պետք է տրամադրվի միջանցք, այլևս չկա նախագահ Թրամփ եւ ռազմական էսկալացիայի հավանականությունը գնալով աճում է, կամ ի վերջո Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվում են այնպիսի տեխնիկական դետալների շուրջ, որը Ալիևին հնարավորություն է տալիս սեփական հանրությանը դա վաճառել որպես Զանգեզուրյան միջանցք, իսկ Հայաստանի վարչապետին հնարավորություն է տալիս հայ հանրությանը դա ներկայացնել որպես խաղաղության խաչմերուկ։ Պարոն Պողոսյան, մի հստակեցում անենք։ Այս ամենից մի հարց կարող է առաջանալ։ Ի վերջո, Վաշինգտոնում Ադրբեջանը հրաժարվել է միջանցքի պահանջից եւ իրոք այնտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ միջանց չի լինելու Հայաստանի տարածքում, թե իրականում ըստ էության այդ նույն միջանցքի գաղափարն է կյանքի կոչվել պարզապես Թրամփի ուղի անվան տակ եւ Հայաստանի ինքնիշխանության մասին հիշատակումն էլ ըստ էության ոչինչ չի փոխում եւ Ադրբեջանը դրա հիման վրա է շարունակում միջանցքը պնդել։ Այս երկու տարբերակներից ո՞րն է տրամաբանական։ Տեսեք, ես իհարկե Վաշինգտոնում չեմ եղել, ոչ էլ նախապատրաստական աշխատանքներին եմ մասնակցել, գիտեք կան վերլուծաբաններ, որոնք պնդում են, որ իրենք ուղղակի ներգրավվածություն ունեցել են փաստաթղթերի պատրաստման մեջ, գուցե իրենք կարող են փակ դետալներ հաղորդել, թե Ալիևի կամ գոնե Փաշինյանի հետ ինչ է խոսել նախագահ Թրամփը, կամ օգոստոսի 8-ից առաջ ինչ են խոսել ամերիկյան պաշտոնյաները, երբ այս փաստաթղթերը մշակվում էին, սակայն զուտ վերլուծական տրամաբանությունը հուշում է ինձ, որ իրականում ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այսինքն իմ պատկերացմամբ չկա որևէ պայմանավորվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, գոնե այս պահի դրությամբ։ Այս պահի դրությամբ նկատի ունեմ ոչ միայն օգոստոսի 8-ի, այլև այսօր սեպտեմբերի 29-ն է, սեպտեմբերի 29-ի դրությամբ որևէ պայմանավորվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա, թե այդ ճանապարհը, այսպես կոչված Թրամփի ուղին, ինչպես է գործելու։ Հետևաբար ինձ թվում է ինքնին հարցադրումը, հիմա արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միջանցք ստեղծեն, թե միջանցք չստեղծեն, խաղաղության խաչմերուկ ստեղծեն, իմ պատկերացմամբ Հայաստանը եւ Ադրբեջանը ոչինչ չեն պայմանավորվել։ Ընդհանրապես կա փաստաթուղթ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, որ պետք է ստեղծվի Թրամփի ուղի։ Բայց այդ ուղին ինչպես է գործելու, իմ գնահատմամբ կա 0 պայմանավորվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ չեմ բացառում, որ նաեւ չկա հստակ փոխհասկացողություն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Այդ Թրիփը ինչպես է գործելու, այդ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, որ պետք է ստեղծվի Հայաստանի տարածքում, նա ինչպես է գործելու, որ ասում են հայ-ամերիկյան համատեղ, այդտեղ այդ համատեղը վերաբերում ամերիկյան մասնավոր ընկերությանը, թե ամերիկյան պետությանը, այսինքն ամերիկյան պետությունն է, Միացյալ Նահանգները որպես պետությունն է մաս լինելու այդ կազմակերպությանը, թե ինչ որ ամերիկյան մասնավոր ընկերություն, այդ մասնավոր ընկերությունը ինչ եւ ինչպիսի դերակատարություն է ունենալու նույն մաքսային եւ ազգագրային ստուգումներում, իմ գնահատմամբ այս հարցերում որևէ պայմանավորվածություն այս պայմանավորությամբ չկա ոչ մեկի միջև։ Հետևաբար գրեթե անհնար է պնդել, որ հիմա պայմանավորվել են միջանցք բացել, թե պայմանավորվել են խաղաղության խաչմերուկ ստեղծել։ Նորից եմ ասում, այն տեղեկույթը, որ գոնե ինձ է հայտնի, բնականաբար բացառություններից, թույլ է տալիս պնդելու, որ ոչ մի պայմանավորվածություններ չկա, այսինքն կողմերը ոչ պայմանավորվել են ստեղծել Զանգեզուրի միջանցք, ոչ էլ պայմանավորվել են ստեղծել խաղաղության խաչմերուկ, Հայաստանը չի համաձայնվել, որ ստեղծվում է միջանցք, Ադրբեջանն էլ չի համաձայնվել, որ միջանցք չի ստեղծվում։ Ընդհանրապես Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ պետք է ստեղծվի Թրամփի ճանապարհ։ Եվ քանի որ չկա պայմանավորվածություն կամ փոխհասկացողություն կողմերի միջև, Ադրբեջանը պնդում է, որ այո, Թրամփի ճանապարհը դա Զանգեզուրի միջանցքն է։ Մենք բոլորս լսեցինք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախագահի ելույթը, նա նշեց, որ Թրամփի ուղին պետք է անցնի Զանգեզուրի միջանցքով։ Այսինքն իր պատկերացմամբ կա Զանգեզուրի միջանցք, որը ներառում է Հայաստանի տարածքի ինչ-որ հատված, եւ այդ Զանգեզուրի միջանցքի տարածքով պետք է անցնի Թրամփի ուղին։ Եվ լսեցինք Հայաստանի վարչապետի ելույթը, որում նույն այս հակասությունը կար նաև Շանհայի համագործակցության կազմակերպության այդ գագաթնաժողովի ժամանակ, երբ Հայաստանի վարչապետն էլ ասում է, որ ընդհանրապես միջանցքային տրամաբանություն չկա, որ սա Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ են, եւ կարծես թե Հայաստանի վարչապետը զարմացած է, թե ինչու Ադրբեջանի նախագահը խաղաղության բերկրանքը չի զգում եւ շարունակում է պնդել միջանցք, կապիտուլյացիա, ագրեսիվ հռետորաբանություն եւ այլն։
Այո, հենց ես դրան էի ուզում բերել, որ այստեղ միայն միջանցքի հարցը չէ։ Ադրբեջանի նախագահը անընդհատ բոլոր առիթներն օգտագործում է նորից այդ ագրեսիվ հռետորաբանություն առաջ տանելու համար, եւ ոչ միայն ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթում կրկին կապիտուլյացիայի մասին խոսեց, այլև հենց երեք Բաքվում ԱՊՀ խաղերի բացման պաշտոնական արարողություններ, որտեղ սիմվոլիզմի մակարդակով կրկին այդ նույն թեզերն էին ցուցադրվում, այսինքն Ալիևի այդ սիրած երկաթե բռունցներ ցուցադրվում, 44 օրներ ցուցադրվում, դրան համակցվում էր իհարկե ադրբեջաներենով, բայց կրկին Հայաստանի պարտության մատնելու, կապիտուլացնելու մասին տարբեր հայտարարություններ, այսինքն մի կողմից Հայաստանի ղեկավարը ամեն օր ասում է խաղաղություն է հաստատվել, Ադրբեջանից ամեն օր լսում ենք դա ճիշտ հակառակը։ Ինչու է Ադրբեջանը սա անում։ Ինչու է այդ խաղաղությունը, որը Փաշինյանի պնդմամբ հաստատվել է, չի հաստատվում։ Երկու բան կա, ինչ ցանկանում է անել Ադրբեջանը եւ արդյունքում ինչ մենք կունենանք, որտեղ վերջին հաշվով Ադրբեջանը ամենազոր չէ։ Բայց եթե նայում ենք Ադրբեջանի ցանկության տեսակետից, այսինքն լավագույն սցենարը Ադրբեջանի համար, պարզ է, որ լավագույն սցենարը Ադրբեջանի համար դա հնարավորինս թույլ Ադրբեջանից եւ Թուրքիայից կախյալ Հայաստանի Հանրապետություն ունենալն է եւ Սյունիքը կամ գոնե Սյունիքի մի մասը դե ֆակտո Ադրբեջանի եւ Թուրքիայի վերահսկողության տակ լինելը։ Սա Ադրբեջանի համար լավագույն սցենարն է եւ Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որպեսզի այդ սցենարը դառնա իրականություն։ Նորից եմ կրկնում, հնարավորինս թույլ եւ Ադրբեջանի Թուրքիայից կախյալ Հայաստանի Հանրապետություն եւ առնվազն Սյունիքի մի մասը գոնե դե ֆակտո եւ Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Սա Ադրբեջանի համար լավագույն սցենարն է եւ Ադրբեջանը ամեն ինչ անելու է դրան հասնելու համար։ Հիմա առաջիկա 1 տարում, 3 տարում, 5 տարում, թե 10 տարում։ Այսինքն Ադրբեջանը սրանից չի հրաժարվելու եւ Ադրբեջանի տեսակետից դա շատ տրամաբանական է։ Առավել զարմանալի կլիներ, եթե Ադրբեջանը դրանից հրաժարվեր։ Բայց նորից եմ ասում, քանի որ Ադրբեջանը այս տարածաշրջանում ամենազոր չէ, ոչ էլ աստված, ապա իհարկե դա ավտոմատ չի նշանակում, որ Ադրբեջանի բոլոր ցանկությունները կամ Ադրբեջանի պատկերացրած լավագույն սցենարը դառնալու իրականություն։ Բայց Ադրբեջանի ռազմավարությունը դա է։ Հիմա ինչքանով դա կդառնա իրականություն, ինչքանով չի դառնա, կախված է Հայաստանի Հանրապետությունից, կախված է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունից, կախված է տարածաշրջանային եւ գլոբալ պետությունների միջև հարաբերություններից, սկսած ուկրաինական պատերազմից, վերջացրած Իրանի միջուկային ծրագիր եւ այլն։ Այսինքն շատ բարդ գործոններ կան, որոնք չեմ էլ կարծում, որ ինչ որ մեկը կամ նույնիսկ ինստիտուտներ ի վիճակի են ռեալ այս բոլոր գործոնները հաշվարկել եւ ասել, այ գիտեք, արդյունքում Ադրբեջանը ցանկանում է սա, Հայաստանը ցանկանում է սա, կա 78 գործոն, որոնք Ադրբեջանի եւ Հայաստանի վրա ազդում են եւ հետեւաբար մենք ունենանք այսպիսի իրավիճակ։ Ինչպիսի իրավիճակ ունենանք, այսպես շատ բարդ է ասել, բայց գոնե մենք պետք է հստակ հասկանանք, որ ես արդեն ասեցի, Ադրբեջանի ցանկությունն է թույլ Ադրբեջանից Թուրքիայից կախյալ Հայաստան։ Դա իմ համար աներկբա է, նորից եմ ասում, շատ տրամաբանական։ Եթե Ադրբեջանը այլ ցանկություններ ունենար, ես կսկսեի կասկածել Ադրբեջանի ղեկավարության տրամաբանության եւ ողջամտության վրա։ Իսկ ցավոք սրտի, եթե նայենք, թե Ադրբեջանը ինչ փայլուն դիվանագիտական եւ ռազմական միջոցներով կարողացավ հասնել նրան, ինչ ընդամենը 6 տարի առաջ թվում էր անիրականանալի ինչ-որ ցնորք, Փարիզբուն իմաստով, իչեք 2019 թվականը մենք այն ժամանակ էլ բոլոր փորձագետները հարցազրույցներ էին տալիս, գնահատումներ էին անում, ես չեմ հիշում որևէ մեկին, որ ասել դե գիտեք ինչ 6 տարի հետո Արցախում հայ չի լինի, իսկ մենք քննարկենք հիմա Սյունիքում Զանգեզուրի միջանցք է ստեղծվում, թե ոչ։ Ադրբեջանը դրան հասավ, հետեւաբար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործում է քիչ թե շատ ռացիոնալության շրջանակներում, իսկ քիչ թե շատ ռացիոնալությունը նորից եմ ասում, ենթադրում է, որ Ադրբեջանին անհրաժեշտ է հնարավորինս թույլ Հայաստան։ Այս պարագայում ինչ է ստացվում, Փաշինյանի պնդումները, որ խաղաղություն է հաստատվել, ամեն ինչ արդեն այդ ուղղությամբ է գնալու, պարզապես ներքաղաքական Հայաստանի հասարակությանն ուղղված խոսույթ է նախընտրական մոտիվացիայից ելնելով, այսինքն ընտրությունների նախաշեմին է այդ խոսույթը զարգացում, որը իրական քաղաքականության հետ կապ չունի։ Տեսեք, նախ եկեք հասկանանք ինչ ենք հասկանում խաղաղություն ասելով։ Վարչապետը ասում է հաստատվել է խաղաղություն, վարչապետը ասում է տեսեք վերջին անգամ սահմանին Ադրբեջանի կրակոցից զինվոր զոհվել է 2024-ի փետրվարին, այսինքն չգիտեմ 1 տարի 7 ամիս անց։ Եվ միևնույն ժամանակ գրեթե բոլոր փորձագետները վստահ են, որ Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը նստած է Սպիտակ տանը, իսկ դա 3 տարի մի քանի ամիս է, լայնածավալ ռազմական գործողություններ Ադրբեջանի կողմից շատ քիչ հավանական են։ Այսինքն այս տրամաբանության մեջ եթե նայենք այս տրամաբանության, որ արդեն 1 տարի 7 ամիս ռազմական գործողություններ չկան եւ հնարավոր է չեն լինի եւս 3 տարի մի քանի ամիս, ընդհանուր առմամբ 5 տարի, եթե խաղաղություն ասելով հասկանում ենք դա, որ ամենայն հավանականությամբ մինչեւ 2029 թվականի հունվար ռազմական գործողությունները Հայաստանի նկատմամբ չեն լինելու,
կամ առնվազն լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինելու, գուցե ինչ-որ մի քանի կրակոցներ, եթե խաղաղություն ասելով դա ենք հասկանում, ապա այստեղ վարչապետի հետ վիճելը բարդ է, որովհետև այո, ամենայն հավանականությամբ մինչև 2028 թվականի ավարտը, եթե այլ ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն, առնվազն լայնածավալ ռազմական գործողությունները Հայաստանի նկատմամբ դժվար թե իրականանան։ Բայց եթե խաղաղություն ասելով մենք հասկանում ենք, որ օրինակի համար Հարավային Կովկասում պատերազմ չի լինելու մինչև 2060 թվականը, հասկանալի է, որ ոչ ոք նման բան ասել չի կարող այս հարաբերփոխ աշխարհում։ Այսինքն ըստ այդմ, նորից եմ ասում, մարդիկ հարցում են, հիմա ասում են խաղաղություն է ստեղծվել, դա ինչ է նշանակում, նա ստեղծվել է թե ոչ։ Պետք է հասկանալ ինչ ենք հասկանում դրա տակ։ Եթե մարդիկ խաղաղություն ասելով հասկանում են, որ այլևս երբեք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ չի լինելու, լավ գոնե մինչեւ 2050 թվականը, այսպես ասենք, տեսանելի ապագայում առաջիկա 25 տարիների ընթացքում, ապա նման պնդում անելու համար որևէ հիմք չկա։ Եթե խաղաղություն ասելով հասկանում ենք, որ գոնե մինչև 2029 թվականի հունվար լայնածավալ ռազմական գործողություններ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից հավանականությունը շատ քիչ է, ապա նման պնդումներ անելու համար կան բավականաչափ հիմքեր։ Եվ արդեն յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի իր համար խաղաղությունը ինչ է։ Շնորհակալություն պարոն Պողոսյան, որ ժամանակ գտաք զրուցելու համար։ Հիշեցնեմ, որ զրուցակից Սերապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանը, լավ մնացեք, շարունակեք հետևել մեր հարցազրույցներին, կհանդիպենք։